Հայկական գորգերի մասին հետաքրքիր փաստեր։ Հայկական գորգերը հայտնի են իրենց եզակի զարդանախշերով և հարուստ պատմությամբ։ Դրանք ոչ միայն կենցաղային իրեր են, այլև ունեն խորը խորհրդանշական և ծիսական նշանակություն։ Աշխարհի ամենահին գորգը։ Պահպանվածներից ամենահին գորգը Պազիրիկը մ.թ.ա. 5-րդ դար հայտնաբերվել է 1949 թվականին Ալթայում։ Գիտնականները ապացուցել են, որ այն գործվել է Հայկական լեռնաշխարհում։ Որդան կարմիր։ Հայկական գորգերի վառ կարմիր գույնը ստացվել է բացառապես Արարատյան դաշտում հանդիպող որդան կարմիր միջատից, այս ներկը դարերի ընթացքում չի գունաթափվում։ Հայ վարպետները գորգերը գործել են հատուկ կրկնակի հանգույցով, ինչը գորգին տալիս է առանձնահատուկ ամրություն և խտություն։ Հայկական լեռնաշխարհը գորգագործության հնագույն կենտրոններից է։ Հայկական գորգ կամ կարպետը տարբեր ժամանակներում ունեցել է տարբեր անվանումներ։ Հայ գրականության մեջ կարպետ բառը հանդիպում է 5-րդ դարից Աստվածաշնչի թարգմանության մեջ։ Դարերի ընթացքում կարպետ բառը գրականության մեջ նաև գորգի հոմանիշ է եղել։ Ուշագրավ է նաև գորգի մեկ այլ անվանումը՝ խալի կամ գալի, որը ծագում է Կալիկալա Կարին քաղաքի արաբերեն անվանումից, քաղաք, որը հայտնի է եղել իր հարուստ գորգարվեստով։ Միջնադարյան հայ գրականության մեջ հանդիպում է գորգի ևս մեկ հոմանիշ՝ բազմական, բազմել բառից։ Ուշագրավ է, որ գորգ բառը հանդիպում են կապտավանքի մասին արձանագրություններում 1242-1243 թվականներ։ Հայկական գորգերը ներդաշնակ գունավորումներ են ունեցել շնորհիվ կարմիրի, սպիտակի, կապույտի, կանաչի, դեղինի և դրանց տարատեսակների։ Դեղին գույնը ստացել են դեղնածաղկից, կարմիր գույնը որդան կարմիրից, ինչպես նաև տորունի արմատներից, կանաչ գույնը ընկույզի կեղևներից, որից կարելի էր ստանալ նաև շագանակագույնի երանգները։ Նրանք կեղևից ստացել են սև գույնը։ Կապույտ գույն ստանալու համար օգտագործել են տարբեր բույսերից ստացված ներկերն իրար խառնելու տեխնոլոգիան։ Միջնադարում հայկական գորգերի հռչակը մեծապես պայմանավորված էր որդան կարմիրից ստացված երանգներով։ Հայկական գորգերը շատ հաճախ անվանում էին նաև կարմիր գորգեր։ Հայկական գորգերի առանձնահատկություններից էր նաև որպես հումք օգտագործվող բալբաս տեսակի ոչխարի բուրդը, ինչպես նաև լայն տարածում ուներ անգորյան այծի բուրդը։ Այն շրջաններում, որտեղ զարգացած էր բամբակի և մետաքսաթելի մշակումը, լայնորեն կիրառվում էր նաև բամբակ և մետաքսաթել։ Հայկական գորգերի գլխավոր առանձնահատկությունը դրանց զարդանախշերն են, քանի որ դրանցից և ոչ մեկը հենց այնպես հյուսված չէ, ամեն զարդանախշ ունի իր նշանակությունը և իմաստը։ Հայկական գորգերը իրենց մեջ կրում են մեծ քանակությամբ ծիսական, պատկերային և գաղափարական զարդանախշեր։ Հայկական գորգերում օգտագործված զարդանախշերը լայնորեն կիրառվել են նաև քանդակագործության, մանրանկարչության, ճարտարապետության և արծաթագործության մեջ։ Հայկական գորգերի թերևս ամենատարածված տեսակը վիշապագորգն է։ Հայկական լեռնաշխարհի տարածված խորհրդանիշներից են վիշապները։ Վիշապը խորհրդանշում էր լոկ տարերքը։ Այդ է պատճառը, որ հայկական գորգերի մի ամբողջ ենթատեսակ կրում է հենց վիշապագորգ անունը։ Վիշապապատկերները միանգամայն բարի ուժերի մարմնացումն են և պաշտպանող և օժանդակող նշանակություն ունեին։ Վիշապագորգերի գեղազարդման ավանդույթների ակունքները հայոց գորգարվեստում ու առհասարակ մշակութային համակարգում հայտնի են մ.թ.ա. երկրորդ հազարամյակներից։ Վիշապագորգերը սովորաբար ունենում են վիշապների, կենաց ծառի, փյունիկի պատկերներ, նաև եռանկյունաձև, ատամնավոր շեղանկյունով և հավերժության նշանով զարդանախշեր։ Վիշապագորգերը սովորաբար ներկվել են որդան կարմիրով։ Վիշապագորգերը հայերի համար ուրույն նշանակություն ունեն։ Այն հաղթության խորհրդանիշ է։ Հայոց ռազմի ու զորության աստծուն Վահագնին վիշապաքաղ են ասում, այսինքն վիշապին չարին քաղող, սանձող, հնազանդեցնող։ Հայերը հավատում էին, որ երբ տանը վիշապագորգ ունեն, ուրեմն պաշտպանված են չար ուժից, քանզի վիշապին արդեն հնազանդեցրել են, ենթարկեցրել։ Ձևավորվելով որոշակի էթնիկական միջավայրում, որոշակի պահանջների բավարարման անհրաժեշտությամբ, գորգը հազարամյակների ընթացքում տվյալ էթնիկական միավորի հետ միասին ենթարկվել է բազմազան տեղաշարժերի և փոխազդեցությունների, ստացել գործնական նոր ոլորտներ։ Գորգը չի ծառայել որպես կենցաղային պարզ առարկա, այլ ի սկզբանե ունեցել է ծիսապաշտամունքային նշանակություն ու նաև դրանով է պայմանավորված գորգի կարևորությունը հայոց մշակութային ժառանգության համակարգում։
Գորգը դարեր շարունակ եղել է ազգային կերպն ու նկարագիրը ներկայացնող մշակութային մի երևույթ, պատմամշակութային բացառիկ արժեք։ Կան գորգեր, որոնց նախշերի ետևում մի ամբողջ կյանքի պատմություն և իմաստ է թաքնված։ Զարդանախշերի մեջ թաքնված է հիշողություն, և շատ հաճախ մարդկանց փոխարեն նախշերն են պատմում։ Գորգերին վերագրվել է նաև բուժիչ հատկություն, ոչ միայն այն պատճառով, որ դրանք գործվել են բնական բրդից, իսկ թելերը ներկվել են բնական ներկերով, այլ կարծել են, որ նրանց նախշազարդերի հետևում յուրահատուկ խորհուրդ կա թաքնված։ Տան ամենամեծ անդամը միշտ լինում էր տան այն անկյունում, որտեղ գորգ կար կախված։ Տարբերվում էին նաև պատից կախվող և հատակին փռվող գորգերը։ Հատուկ զարդանախշեր ունեցող գորգերը կախվում էին պատից։ Հայկական գորգը այսօր էլ իր ուրույն տեղն է գրավում հայկական մշակույթում։ Չնայած, որ անընդհատ տեղի են ունենում տեխնոլոգիական նորամուծություններ, սակայն հայկական գորգը շարունակում է մնալ որպես կենցաղի և մշակութային ժառանգության անբաժան մասնիկ։ Չնայած գիտատեխնիկական առաջընթացի, հայկական գորգերը չեն կորցնում իրենց արժեքը։ Հայկական գորգագործության ավանդույթները այսօր էլ պահպանվում և շարունակվում են, աշխարհին ներկայացնելով հայկական գորգերի յուրօրինակ մշակույթը։ Հայկական ձեռագործ գորգերի բացառիկ նմուշներ կարելի է տեսնել Հայաստանի պատմության թանգարանում, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում, Ձիթողցյանների տուն թանգարանում, Հայկական գորգի ազգային կենտրոնում։